Ուզում եմ իրար հետ բացենք Հովհաննես 12-րդ գլուխ 20-ից 21, Հովհաննես 12-ից Хочу, чтобы мы 21. вместе открыли Иоанна 12, с 20 по 21 стих. Հովհաննես 12, 20, 21. Այստեղ խոսում է նրա մասին, որ Զատկի նախորեին Здесь говорится о том, что перед праздником Пасхи մարդիկ հավաքվել էին տարբեր տեղերից люди собрались с разных мест եւ եկել էին այդ տոնին, որպեսզի երկրպագություն անեն Աստծուն։ и пришли на праздник, чтобы поклониться Господу. Եվ այստեղ խոսում է, ասում է, կային ոմանք հելենացիք, նրանցից որ եկել էին այնտեղ, որ երկրպագեին այն տոնումը։ 20. И там были некоторые елины, и они подошли к Филиппу. Нет, 20. Ну вот, некоторые елины. Из Из пришедших на поклонение в праздник были некоторые елины. Ահա։ Այսինքն կային հելենացիք, որ եկել էին, որպեսզի երկրպագություն անեն Աստծուն։ То есть были елины, которые пришли, чтобы поклониться Господу на праздник. Այդ տոնին ներկա էր նաև Հիսուսը։ И там также был Иисус. Հետաքրքիր այս մարդիկ եկել էին երկրպագելու մեկին, Интересно, что люди пришли поклониться одному, тому, որը իրենց ներսում էր, кто был среди них, բայց նրանք չէին ճանաչում նրան։ но они не знали его. Նրանք չգիտեին, որ նա այդտեղ է, նա է այդ տոնը ստեղծողը։ Они не знали, что он тот, кто придумал этот праздник. Դա նա է, ով որ իր ամենակարող ձեռքով Իսրայել ժողովրդին ազատեց Եգիպտոսից։ Они не знали, что это тот, кто своей всемогущей рукой освободил Израиль из Египта. Եվ Զատիկը տոնեցին դրա արդյունքում։ И в итоге они праздновали Песах, Пасху. Այդ տոնը արարողը նրանց մեջ էր։ А тот, кто создал этот праздник, был среди них. Հիսուսը քայլում էր մարդկանց մեջ։ Иисус, Он ходил среди людей. Մենք երբեմն մտածում ենք, ասում ենք, եթե մենք այդ մարդկանց մեջ լինեինք, ապա մենք երկրպագեինք նրան։ И мы думаем, если бы мы были среди этих людей, мы бы точно поклонились Ему. Բայց չեն կարող ասել։ Но мы не можем этого сказать. Այս մարդիկ տեսնելով Հիսուսին չէին ընդունում նրան։ Они, видя Иисуса, не принимали Его. Շատ հաճախ Հիսուսն է մեր կյանքերի մեջ գործում է, մենք չենք էլ հասկանում, որ ինքը գործում է։ И очень часто Иисус действует в наших жизнях, и мы не понимаем, что Он действует. Նա այդ տոնը արարողն էր ու իրենց մեջ էր բնակվում։ Он был тот, кто создал этот праздник, и Он жил среди них. Եվ հետո ասում է, որ նրանք մոտեցան Փիլիպոսին И там написано, что они подошли к Филиппу եւ ասեցին, որ կամենում են տեսնել Հիսուսին։ и сказали, что мы хотим увидеть Иисуса. Կամենում են տեսնել Հիսուսին։ Хотим увидеть Иисуса. Արդյոք իմ ու քո սիրտը իսկապես ցանկանում է տեսնել Հիսուսին։ На самом ли деле наши сердца хотят увидеть Иисуса? Գիտեք, շատ մարդիկ Знаете, многие люди գալիս են Տիրոջը, приходят к Господу միայն փրկությունը ստանամ только получить спасение, ու ինձ բավարար է։ и мне достаточно. Ու ինձ բավարար է։ Достаточно. Բայց ես ավելին չեմ уզում գնալ։ Но я больше, дальше не хочу идти. Դե եկեղեցի կգնամ, Ну, пойду в церковь, կլինեմ սովորական հավատացյալ буду обыкновенным верующим ու կբավարարվեմ սրանով։ и удовлетворюсь этим. Բայց արդյոք ես ու դու ցանկանում ենք տեսնել Հիսուսին։ Но на самом ли деле мы желаем увидеть Иисуса? Շատերը չեն ցանկանում տեսնել ուրիշ Հիսուս, Многие не хотели увидеть другого Иисуса, որտեղ իրենց մտքի մեջ պատկերացում ունեին Հիսուսի մասին։ потому что у них было какое-то свое понятие, представление об Иисусе. Շատերի համար խելքից դուրս էր, երբ որ Հիսուսը мտավ տաճար ու բոլորին վտարեց։ И для многих было что-то сверх того, что вот когда он зашел в храм и выгнал оттуда всех продавцов. Բայց մեր Տեր Հիսուսը ինքը տարբերվող է։ Но наш Господь Иисус, Он отличается. Մենք կարող ենք կամ սովորական հավատացյալներ լինել, Мы можем быть либо обыкновенными верующими, կամ կարող ենք ավելին ձգտել ու ավելին նմանվել նրան։ или больше стремиться и быть похожими на Него. Ամբողջը ինչ որ ուզում եմ այսօր ասել։ Все то, что я хочу сегодня сказать. Գիտեք, շատ մարդիկ ասում են, միայն թե երկինք ընկնեմ։ Многие говорят, хотя бы только попасть на небеса. Միայն թե այդ շեմքը անցնեմ։ Хотя бы этот порог переступить. Բայց ուզում եմ ձեզ ասել, սիրելիներ, Но я хочу вам сказать, возлюбленные, քրիստոնյայի կյանքը жизнь христианина, փառքից փառք է,
От славы к славе, սրբությունից սրբություն է, от святости к святости, զորությունից զորություն է։ от силы к силе. Աստված ստանդարտի մեջ պարփակված Աստված չէ։ Господь не закрыт в каком-то стандарте. Աստված ավելին է ուզում մեզ բացել։ Он нам большее хочет открыть. Ավելին է ուզում իրեն ճանաչեցնել մեզ։ Желает, чтобы мы больше узнали Его. Արդյոք իմ ու քո սիրտը ցանկանում է նրան ավելին ճանաչել։ Желает ли наше сердце узнать Его больше? Արդյոք մենք ուզում ենք տեսնել Հիսուսին։ На самом ли деле мы желаем увидеть Թե Иисуса? բավարարված ենք միայն փրկությունը ստանալով։ Или удовлетворены только тем, что мы получили спасение? Ղուկաս 19-րդ գլխում Лука 19. մի կարճասակ մարդի մասին է խոսում։ Там говорится о человеке маленького роста, Զաքեոսի մասին։ о Закхее. Այս մարդու մեջ այնքան ծարավ կար տեսնելու Հիսուսին, В нем была такая большая жажда увидеть Иисуса, որ չնայեց ոչ մի արգելքի, что он не посмотрел ни на одно препятствие. բարձրացավ այդ փշոտ ծառի վրա, Он поднялся на это колючее дерево, որպեսզի տեսնի Հիսուսին։ чтобы увидеть Иисуса. Եվ տեսավ Հիսուսին։ И он увидел Ոչ Иисуса. միայն ինքը տեսավ, И не только он увидел, Հիսուսն էլ իրան но տեսավ։ и Иисус его увидел. Հալելույա։ Аллилуйя. Արք Տիրոջը։ Слава Երբ որ Господу. մենք ցանկանում ենք նրան տեսնել, Когда мы желаем его увидеть, ինքն էլ է մեզ տեսնում։ он нас тоже видит. Բայց ուզում եմ այստեղ մի կարևոր բան ասել։ Но я хочу сказать важную вещь. Մենք չենք կարող Տիրոջը տեսնել մեր մակարդակից։ Мы не можем увидеть Господа с нашего уровня. Նորից եմ ուզում կրկնել։ Еще раз хочу повторить. Մենք չենք կարող Տիրոջը տեսնել մեր մակարդակից։ Мы не можем увидеть Господа с нашего Մենք уровня. կարիք ունենք գալու Տիրոջ մակարդակին։ У нас есть нужда подняться на Его уровень. Մենք կարիք ունենք հավատքի տեսողությամբ նայելու, У нас есть нужда смотреть с точки зрения веры, որտեղ գրված է. потому что написано, Մոտեցողը պիտի հավատա, թե Աստված կա։ приближающийся к Господу должен верить, что есть Господь. Մոտեցողը պիտի հավատա, որ Աստված կա։ Приближающийся должен верить, что есть Господь. Այ ամեն Կիրակի մենք գալիս ենք եկեղեցի։ Вот каждое воскресенье мы приходим на служение. Չգիտեմ քո սիրտը ինչ է ասում, Я не знаю, что твое сердце говорит կամ ինչ է մտածում։ и что думает. Արդյոք երբ որ գալիս ես եկեղեցի, հավատում ես, որ Աստծո մոտ ես գալիս։ Вот когда ты приходишь в церковь, ты веришь, что ты приходишь к Господу. Հավատում ես, որ իր առջև ես գալիս։ Ты веришь, что ты приходишь пред Ним. Մոտեցողը պիտի հավատա։ Приближающийся должен верить. Առանց հավատքի աննարին է հաճելի լինել Աստծուն։ Без веры невозможно угодить Богу. Գիտեք, մեզանից յուրաքանչյուրը ինչ որ կերպ հանդիպել է Աստծուն։ Каждый из нас каким-то образом встретился с Господом. Տարբեր կերպերով։ Разными образами. Եբրայեցիս թուղթը ասում է շատ ձևերով ու շատ կերպերով Աստված սկզբից խոսեց։ К евреям послание говорит, что разными способами и разными путями Господь говорил к людям. Ամենքի հետ տարբեր կերպերով։ И с каждым по-разному. Այ մեր եղբայր Դինիսին, չէ՞։ Вот к нашему брату Денису. Աստված ոնց հայտնվեց։ Как он явился ему? Զուգարանի թուղթ էր ընդամենը պետք։ Всего лишь ему нужна была туалетная бумага. Բայց Աստծո խոսքը ընկավ նրան կարդաց եւ իր սիրտը տվեց Տիրոջ։ Но Слово Божие упало в виде листка, и он прочитал и покаялся. Բայց Աստված Но Господь, չի ուզում բավարարվել մեկ անգամյա հանդիպումով։ Он не желает, чтобы ты удовлетворился всего лишь одной встречей. Տեր, ես ուզում եմ նորից հանդիպել քեզ։ Господь, я хочу еще раз встретиться с Тобой. Ես ուզում եմ норից հանդիպել։ Я хочу снова встретиться с Որտեւ Тобой. ամեն անգամ քեզ հետ հանդիպել եմ կյանքը փոխում է։ Потому что каждый раз, когда я встречаюсь, изменяется моя жизнь. Որտեւ ամեն անգամ երբ որ քեզ ճաշակում եմ, Потому что каждый раз, когда я вкушаю Тебя, իմ կյանքի մեջ արթնություն է գալիս։ в мою жизнь приходит пробуждение. Թող մեր սիրտը չբավարարվի այն ամենով, ինչ որ ունենք սիրելներ։ Потому что поэтому пускай наше сердце не удовлетворяется тем, что уже есть. Ավելին փափագենք, Еще более жаждать, ավելին տեսնենք նրան, еще более видеть Его. որպեսզի այդ նոր գինին нոր տիկերի մեջ լցվի։ Чтобы налить вот это новое вино в новые туки. Մենք հավատքով պիտի ապրենք։ Мы должны жить верою. Պատկերացրեք այն փոքրիկ աղջիկը, Представьте, вот эта маленькая девочка, ով որ Նեեմանի մոտ գերության մեջ էր։ которая была в плену у Неемана Ասորեստանում, в Ассирии. պատկերացրեք թշնամի երկրում Вы представляете, во вражеской стране գերության մեջ ես։ она была в плену. Ինչ դժվար կլինի, չէ՞։ Как это сложно. Բայց պատկերացրեք այս պատանին, այս աղջիկը, Но представьте, что вот эта молодая девочка, եթե ինքը մնար միայն դրա մեջ,
Если бы она осталась только в этом, միայն սահմանափակվեր նրանով, ինչ որ ինքը տեսնում էր, ограничив себя только тем, что она видит, նա իր դեպրեսիաների ու վախերի մեջ կմահանար։ она бы просто умерла в своих страхах и депрессии. Բայց նա հասկացավ, որ ինքը այդտեղ պատահական չէ։ Но она поняла, что она не случайно там оказалась. Նա այնտեղ էր, Она там была, որտեղ Նեեմանը բորոտ էր, потому что Нейман был прокаженным. եւ պետք էր մեկը, որ նրան ասեր գնա И был Իսրայելի Աստծո մոտ ու И կբժշկվես։ нужен был кто-то, кто сказал бы ему: иди к Богу Израилева, ты там очистишься. Եվ նա ասեց. И она сказала, Ինչպես Եստեր Թագոյին էր ասում. как и говорила царица Есфирь: Միգուցե այս ժամանակի համար եմ ես Թագոյի։ может быть, я именно для этого времени являюсь царицей. Միգուցե այս ժամանակի համար ենք ես ու դու։ Может быть, именно для этого времени я и ты. Միգուցե այս խնդիրները, երբ որ կան մեր շուրջ, բոլորը դրա համար ենք ես ու դու։ Может быть, вот эти проблемы, которые есть вокруг нас, мы для этого. Միգուցե մեր հետ աշխատողները, որ այդքան բարդն են ու վատն են, դրա համար ենք մենք այդտեղ։ Может быть, вот эти сотрудники, которые такие сложные и плохие, и поэтому мы там. Միգուցե, Может быть. եթե մենք չնայենք հավատքով սերներ, Если мы не будем смотреть верою, այս կյանքի ճնշումները ուղակի մեզ կճնշեն։ давление этого мира просто будет оказывать на нас Եվ մենք бесконечное давление. դեպրեսիաների մեջ կմահանանք։ И мы будем умирать в депрессии. Բայց հավատքը մեզ ստիպում է մի քայլ առաջ նայել։ Но вера нас принуждает, чтобы мы на шаг вперед смотрели. Մի քայլ առաջ։ На шаг вперед. Հավատքը, Вера. Աստվածային հավատքը, Божья вера. իմ մարդկային հավատքը բանի պիտանի չի։ Моя человеческая вера, она ни к чему. Բայց Աստվածային հավատքը ինձ ստիպում է մեկ քայլ ավելին նայել։ Но Божья вера, она заставляет меня смотреть на шаг вперед. Պետրոսը դուրս եկավ այդ սահմանափակ նավակից։ Петр вышел из этой ограниченной лодки. Շատերը բավարարվեցին միայն Հիսուսին այդպիսին ճանաչելով, Многие удовлетворились узнать Иисуса только так մնացին նավակի մեջ։ и остались в лодке. Բայց Պետրոսի բնավորությունից դուր է գալիս։ Но мне нравится характер Петра. Պետրոսը ցանկանում էր Տիրոջը ավելին ճանաչել։ Он желал узнать Господа Նա более. ցանկանում էր նավից դուրս գալ։ Он хотел выйти из лодки. Նա ցանկանում էր անհնարինը անել։ Он хотел сделать Նա ցանկանում էր сверхъестественное. անել այն, ինչ որ մնացածը չեն անում։ Хотел сделать то, что не делали другие. Արդյոք մենք ցանկանում ենք Տիրոջը ավելին ճանաչել։ Желаем ли мы узнать Господа более? Բայց շատերը այդպես էլ չեն ցանկանում ավելին ճանաչել Տիրոջը։ Но многие этого так и не желают. Շատերը մտքով գիտեն, Многие знают в своем разуме, բայց սրտով չգիտեն նրան։ но не знают в сердце. Բայց թող այսօր իմ ու քո աղաղակը լինի նրան։ Но пускай наш возглас будет к Нему сегодня. Տեր ես ուզում եմ սրտով ճանաչել քեզ։ Господь, я хочу узнать сердцем своим Тебя. Հայր, ես չեմ ուզում բավարարվել այն ամենով, ինչ որ ունեմ։ Отец, я не хочу удовлетвориться тем, что у меня есть. Ես ուզում եմ քեզ ավելին ճանաչել։ Я хочу узнать Тебя больше. Բացվիր ինձ համար։ Откройся. Սիրելիներ, սա հրաշալի աղոթք է։ Возлюбленный, это замечательная Երբ молитва. որ մենք աղոթք ենք անում, ասում ենք Տեր ճանաչեցրու քեզ մեզ։ Когда мы молимся и говорим: Господь, дай познать нам Тебя. Դուր ավելին քեզ ճանաչեմ։ Дай больше узнать Тебя. Դուր նոր հայտնություն ստանամ քեզանից։ Дай новые откровения получить. Մովսեսի համար գրված է. Для Моисея было написано, Հավատքով թողեց Եգիպտոսը, что он с верою оставил Египет, չվախենալով թագավորի բարկությունից, не побоявшись от того, что царь разозлится на него, որտեվ համբերեց потому что он терпел եւ կարողացավ անտեսանելին տեսնել։ и смог увидеть невидимое. Կարողացավ անտեսանելին տեսնել։ Увидеть невидимое. Ես հավատում եմ, որ Մովսես այս 40 տարին ուղակի ոչխարներ չէր արածացնում։ Я верю, что все эти 40 лет он не просто пас этих овец. Նա 40 տարվա մեջ փնտրում էր Տիրոջը։ Он в течение 40 лет искал Господа, Ցանկանում էր տեսնել Տիրոջը желал увидеть Его. եւ հանկարծ տեսավ Տիրոջ այրվող մորենու մեջ։ И вдруг увидел горящий куст. Եվ այդ կրակը իրեն վառեց։ И этот куст его обжег. Եվ ինքը դարձավ մեկը, որ վառվում էր, բայց չէր սպառվում։ И он стал кем-то, кто горел и не сгорал. Հենց ինքը դարձավ դա։ Именно он стал таким. Երբ որ մենք փափագում ենք Տիրոջը սելներ, Когда мы жаждем Господа, մենք կարող ենք տեսնել նրան։ мы можем его увидеть. Եսայա մարգարեի մասին մի այսպիսի бан է գրված։ В Исаии, о пророке Исаии следующее написано.
Նա գտնում էր մի վիճակում սելներ, Он находился в таком положении, որ արդեն պետք է սկսեր տեսնել անտեսանելին, что он должен был уже видеть невидимое. որտեվ մինչ այդ Потому что до этого թագավորը իր քերին էր։ царь был его дядей. Ու քանի քերին կա, И пока был дядя, Եգյանը կանֆետ ա ուտում։ Игиан ест конфеты. Քանի քերին կա, իրեն լավ էր զգում, Пока был дядя, он себя хорошо чувствовал, որտեվ քերին իր թիկունքին կանգնած էր։ потому что он стоял за его спиной. Քերին կուզենար, Если б, дядя захотел, կարող էր նրան աստվածաբանական դպրոցի տնօրեն դներ, мог сделать его директором теологической школы, որտեվ քերին թագավորն էր։ потому что дядя был царем. Եվ իր համար փակ դռներ չկար, И не было закрытых дверей перед ним. բայց եկավ ժամանակ, Но пришло время, գրված է Ոզիա թագավորի մեռած տարին ես Տիրոջ տեսա։ и написано, что в тот год, когда умер Осия, я увидел Господа. Երբ որ իմ բոլոր հույսերը մարեցին, Когда все мои надежды, они угасли, երբ որ շուրջ բոլորս մահ էր, когда вокруг меня была смерть, ես տեսա Տիրոջը։ я увидел Господа. Որտեվ չգիտես ինչու ես պատկասում եմ, որ այս մարդու հայացքը արդեն թեքվեց ու դարձավ դեպի Տիրոջը։ Я представляю, как вот из этого взгляда этого человека он обернулся и посмотрел на Господа. Որպեսզի մենք տեսնենք Տիրոջը, Чтобы увидеть Господа, երբեմն պետք է որ մենք կյանքում բաներ կորցնենք։ нужно, чтобы мы потеряли что-то в своей жизни. Երբեմն մենք բաներ ենք կորցնում ու սկսում Տիրոջը տեսնել։ Иногда мы теряем что-то в жизни и начинаем видеть Господа. Բայց այս ցավերի մեջ Եսայան нոր հայտնություն ստացավ։ Но в этих болях Исаия увидел новое Ինչ откровение. կասեք Պողոս Առաքյալի մասին։ Что вы скажете о апостоле Павле? Ասում է սովոր եմ սովերով անցնելու, Я привык и в голоде быть, նավակոծություններով и անցնելու, в кораблекрушениях, դժվարություններով, հալածանքներով անցնելու, сложности, гонения. բայց այս ամենի մեջ մեծագույն հայտնություն էր ստացել։ Но во всем этом он получил великое Մեծ откровение. հայտնություն։ Великое Եվ откровение. վերջում նա ասում է. И в конце он говорит, Բայց но ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ все могу в укрепляющем меня Иисусе Այս Христе. մարդը նոր հայտնություն էր ստացել Он Տիրոջ մասին, получил новое откровение о Господе. որտեղ Где? իր դժվարությունների В մեջ, своих сложностях, խնդիրների մեջ, в своих проблемах? այո, Да, նոր հայտնություն նրա մասին, новое откровение о нем, նոր ճանաչողություն նրա մասին։ новое познание его. Ծննդոց 32-ում Бытие 32, գրված է, որ Հակոբը Написано. հանդիպեց Տիրոջը։ что Иаков встретился с Господом. Եվ այդ տեղի անունը դրեցին Փանուել, И место этому назвали Пенуэл, որը նշանակում է Աստծո երես։ что означает Божье лицо. Եվ նա ասում է, ես դեմ առ դեմ տեսա Աստծուն И այդտեղ։ там написано, я лицом к лицу встретился с Господом. Ամեն անգամ, երբ որ մենք հանդիպում ենք Տիրոջը, Каждый раз, когда мы встречаемся с Господом, մենք փոխվում ենք։ мы изменяемся. Սերներ, ես չեմ պատկասում այն մարդկանց, ովքեր երկար աղոթում են ու իրենց կյանքում չի փոխվում։ Возлюбленные, я не верю, что люди, которые долго встречаются с Господом, их жизни не меняются. Այն մարդը, որ հանդիպում է Տիրոջը, իր կյանքը անպայման փոխվում է։ Тот человек, который встречается с Господом, его жизнь обязательно Նրա կյանքի մեջ изменяется. փոփոխություն ես տեսնում։ Ты видишь изменения в его Նրա жизни, խոսքերի մեջ, в его словах, նրա վարքի մեջ, в его действиях անգամ հագնվածքի մեջ и даже в одежде. մարդը փոխվում է։ Человек изменяется. Հակոբը տեսավ Տիրոջը, Иаков увидел իր Господа, կյանքը փոխվեց։ и его жизнь изменилась. Ինչպիսին էր նա մինչ այդ։ Каким он был до этого? Խափեփա, Вруном. անգամ ծնվելուց իր եղբոր ոտքից բռնեց, И даже когда он рождался, он захватился за пету своего брата. հետո տեսնում ենք, որ եղբորից օրհնությունը տարավ, И потом видим, как он взял благословение своего брата. իր ճարպկությամբ ամեն բան անում էր։ И своей хитростью он делал все. Բայց երբ որ եկավ պահը, Но когда пришел момент, որ Հակոբը հասկացավ, и когда Иаков понял, ես էլ չեմ կարող ինձ նով ինչ-որ բան անել, я больше не могу делать сам что-то, նա նոր հայտնություն ստացավ он Աստծո։ получил новое откровение от Господа. Երբ որ մենք վերջացնում ենք, Когда мы оканчиваем, Աստված սկսում է։ Господь начинает. Երբ որ մենք վերջացնում ենք, Когда мы оканчиваем, Աստված սկսում է։
Господь начинает. Երբ որ մենք մեր զենքերը դնում ենք վայր Когда мы складываем свое оружие եւ ձեռքերներս բարձրացնում ենք и Տիրոջը поднимаем наши руки к Господу եւ ասում ենք Տեր, այլևս ես չեմ կարող։ и говорим: Господь, я больше не могу. Աստված սկսում է։ Господь начинает. Աստված нոր հայտնություն է տալիս։ Он дает новое откровение. Եվ Աստված փոխեց նրա անունը սիրելիներ։ И Он изменил его имя. Աստված փոխեց նրա անունը։ Господь изменил его имя. Ուզում եմ այսօր ասել, Я хочу сегодня сказать, թե Զաքեոսը, как Закхей թե Բարթուղիմեոսը, и Варфоломей, երկուսն էլ պատճառ ունեն չհանդիպելու Տիրոջը։ оба имели причину не встретить Господа. Զաքեոսը կարճահասակ էր, Закхей был мал ростом, Բարթուղիմեոսը կույր էր, Варфоломей был слепым, բայց այն ցանկությունը, որ իրենց մեջ կար, но то желание, которое было внутри них, այն փափագը, որ իրենց մեջ կար, то голодание, жажда, которая была, նրանց ստիպեց տեսնել Տիրոջը։ вынудили их увидеть Господа. Ես քեզ խնդրում եմ, Я тебя прошу, մի բավարարվիր այն ամենով, ինչ որ ունես։ не удовлетворяйся тем, что у тебя есть, Այն հայտնությունով, որ մեկ անգամ ստացել ես Տիրոջ тем մասին, откровением, которое ты однажды որ получил, մեկ անգամ հանդիպեցիր նրա հետ։ что когда ты однажды встретился с Թող իմ ним, քո սիրտը աղաղակի ասի Տեր, ես ուզում եմ նորովի քեզ ճանաչել։ пускай наши сердца будут кричать и говорить: Господь, я хочу познать Тебя Տեր, ես ուզում եմ по-новому, նոր հայտնություն ստանալ քո մասին։ получить новые откровения о Тебе, Հպվեմ քեզ։ дотронуться до Тебя. Ամեն։ Аминь. Նորը, Новое, Տերի մասին։ новое, Господь. Միգուցե այսօր ես դու պայքարում ենք մեր խնդիրների համար։ Может быть, мы сегодня боремся за свои проблемы Ու դեռ ուզում ենք մեր ուժով հաղթանակ ձեռք բերել։ и своей силой хотим победить. Բայց Տիրոջ խոսքը ասում է. Но Божье Слово говорит: Ձեր պատերազմները հանձնեք Տիրոջը։ сдайте свои битвы Богу. Մեղքի հետ կռվում ես։ Если ты борешься со Պատերազմը грехом, հանձնիր Տիրոջը։ сдай это Господу. Դժվարությունների հետ կռվում ես։ Со сложностями борешься, Հանձնիր Տիրոջը։ сдай Господу. Սա է հավատքը սիրելիներ։ Вот это есть вера, Սա է возлюбленные. հավատքը։ Это есть вера. Եվ սա հեշտ չի, И это не просто, բայց մենք պետք է հանձնենք Տիրոջը։ но мы должны это сдать Господу. Եթե մենք չհասկանանք, որ առանց Քրիստոսի ոչինչ անել չենք կարող, Если мы не поймем, что мы без Христа не можем ничего, հապա то մենք ստիպված կլինենք անցնելու որոշ հիասթափություններով, нам придется пройти через некоторые разочарования, որպեսզի վերջ-վերջո հասկանանք, чтобы в конце концов понять, որ միայն Քրիստոսով, что только Христом, միայն Քրիստոսով, только Христом, ինչպես անցան աշակերտները, չէ, как прошли ученики Հիսուսի խաչելությունից հետո, после распятия այս Иисуса. հիասթափությունով անցան, Они прошли через разочарование, բայց նրանք нոր հայտնություն ստացան, но они Տիրոջ получили новые откровения. մասին։ Նոր հայտնություն, Новые откровения. նոր հայտնություն, Новые նոր откровения. մակարդակ, Новый уровень. նոր մակարդակի բարձրանանք սելներ։ Давайте поднимемся на новый уровень. Աստծուն ճանաչողությունը աճող բնույթ ունի։ Познавание Господа имеет стремление повышаться. Նա մեկ անգամյա բան չէ։ Это не одноразовое какое-то ամենօրյա բան действие. է։ Это каждодневное. Մանանան ամեն օրվա համար էր։ Манна была для каждого дня. Առաջին օրվանը երկրորդ օրվա համար արդեն օգտակար չէր։ То, что было в первом дне, во втором дне, это уже было бесполезно. Տեր նորովի քեզ ճանաչեն։ Господь, по-новому узнать Նոր Тебя. հանդիպում ունենամ քեզ։ Новые встречи с Тобой. Եվ մենք ձգտենք աղոթքի եւ Աստված պաշտության մեջ հանդիպելու նրան։ И стремиться в молитвах и познании Его к новому. Ինչպիսին էր ճանաչում Եսայան մինչև Տիրոջ հանդիպելը։ Как знал Исаия Господа до того, как он встретился с Ним. Այլ կերպ, По-другому. բայց երբ որ հանդիպեց նրան, Но когда он встретился с Ним, նրա ճանաչողությունը փոխվեց։ его познавание изменилось. Առաքյալները Հիսուսի հետ, Տեր Հիսուսի հետ քայլում են 3.5 տարի։ Апостолы ходили 3,5 года с Иисусом. Ճանաչում էին նրան, Они знали Его. բայց նոր հայտնությունը Но новое откровение նրանց աչքերը բացեց։ открыло им глаза. Նոր հայտնություն ստացան։ Они получили новое откровение. Գիտեք, Աստծո խոսքը ասում է, Знаете, Божье Слово говорит. Տիրոջ խոսքը մեղրի պես է։ Божье Слово как мед. Ես մի պատմություն հիշեցի։ Я вспомнил одну историю. Հիշում եք, երբ որ Հովնաթանը քայլում էր այդ անտառով, Помните, когда Иоаннафан шел по лесу, եւ հանկարծ իր գավազանը տարավ եւ այդ մեղրից վերցրեց ու համտեսեց։ и он направил свой посох и взял этот мед и попробовал его. Եվ այդտեղ գրված է,
И там написано, որ նրա աչքերը բացվեցին։ что его глаза открылись. Երբ որ մենք Աստծո խոսքի մեջ խորանում ենք, Когда мы углубляемся в Божье երբ որ Слово, մենք Աստծո խոսքով սնվում ենք, когда мы питаемся Божьим երբ որ Словом, մենք փնտրում ենք Տիրոջը, когда мы ищем մեր Господа, հոգևոր աչքերը բացվում են։ наши духовные Մենք глаза Տիրոջը открываются. ճանաչում ենք։ Мы познаем Господа. Ձեր առջև կանգնած է մի մարդ, Перед вами стоит один человек, ով որ իր դժվարությունների մեջ ճանաչել է Տիրոջը։ кто в своих сложностях познал Господа, Նորովի եմ ճանաչել։ по-новому познал. Այո, դժվար էր այդ խնդիրները, Да, сложны были, բայց но այն ճանաչողությունը, որ նա տվեց, то познание, которое Он дал, դա անփոխարինելի է սիրելներ։ это бесценно, Դա անփոխարինելի է։ это неизмененно. Փառք Տիրոջ։ Слава Господу. Տիրոջ խոսքը ասում է ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Божье Слово говорит, познайте Господа и узнаете, что Он сладок. Ճաշակեցեք։ Познайте. Դու ուզում ես ճաշակել Տիրոջ։ Ты хочешь познать Господа? Դու իմ հարցին պատասխան։ Ответь на мой вопрос. Ես ուզում եմ ճաշակելներ։ Я хочу познать Господа. Ես ուզում եմ նորովի ճաշակել։ Я хочу познать Его по-новому. Ինչքան ճաշակում ենք նրան, Насколько мы Его познаем, այնքան ավելի ենք հասկանում ինչքան քաղցր է նա։ еще более узнаем, как сладок Он. Ինչպես կարող է նա դառնությունը քաղցրացնել։ Как Он может горечь превратить в Ոնց сладость. կարող է նա մահը կյանքի փոխել։ Как Он может изменить смерть на жизнь. Բայց երբ որ մարդ տեսնում է Տիրոջը, Но когда человек видит Господа, այլևս նրան չի հետաքրքրում его больше не интересует մնացած բաները, все остальное. ինչ կլինի, Что будет, ինչ չի լինի, что не будет. նրան հետաքրքրում է նա ում որ ինքը փնտրում է։ Его интересует тот, кого Он ищет. Եթե մենք հավատացյալներս Если мы, верующие, հափշտակված չենք նրանով, не будем восхищены им, եթե չենք ապրում նրանով, если не живем им, ուրեմն մենք այս աշխարհի մարդկանցից ավելի դժբախտ ենք սիրելիներ։ значит, мы более бедны и нищие, чем этот мир. Որտեղ մենք շատ բաներում մեզ փորձում ենք կտրել այս երկրի վրա։ Потому что мы многого лишаемся на этой земле. Այսպես ասած այս աշխարհը չենք էլ վայելում, Так сказать, мы даже и не можем никак насладиться этим миром. բայց եթե մենք չենք апրում նրանով Но если мы не живем им ու չենք սпасում նրան, и не ждем Его, մեր կյանքը ուղղակի դժբախտ կյանքի է վերածվում։ наша жизнь превращается в несчастье. Բայց այն մարդը, որ հանդիպել է Տիրոջը, Но тот человек, который встретился с Господом, դժվար է խաբել այն մարդուն, ով որ հանդիպել է Տիրոջը։ его сложно обмануть, кто встретился с Господом. Դժվար է խաբել այն մարդուն, ով որ հանդիպել է Տիրոջը։ Сложно обмануть того, кто встретился Այս с աշխարհն Господом. ու իրավիճակները կփորձեն մեզ խաբել, Этот мир и ситуация, они попробуют нас обмануть. բայց եթե մենք հանդիպել ենք Տիրոջը, Но если мы встретились с Господом, ոչինչ չի կարող մեզ խաբել։ ничего не может нас Ոչինչ обмануть. չի կարող մեզ խաբել։ Ничего не может нас Аллилуйя, обмануть. Аллилуйя, Бог слава Господу. Գիտեք, մի պատմություն եմ ուզում պատմել ու վերջացնել։ Еще хочу рассказать одну историю и завершить. Գրված է մի պատմություն կա Ջոն Բունյան Աստծո մարդու մասին, Есть одна история о Джоне Буньяне, человеке Божьем. ով որ նստած էր բանտում Кто сидел в тюрьме 12 տարի։ 12 лет. Եվ բանտի խուցը այնպիսին էր, И вот эта камера тюремная, այնպիսին էր, որ շատ նեղ էր։ она была очень узкой. Եվ այս մարդը եթե ուզենար նստեր, И если этот человек желал сесть, չէր կարող նստել, не мог. որտեվ մեջքով հենվելու էր պատին, ծնկներով էլ դիմացի պատին։ Потому что он бы оперся о стенку сзади и коленями перед другой стенку. Եվ այս պատմության մեջ ասում է ամեն օր քահանան գալիս էր ու նրան ասում էր ուրացիր քո Աստծուց։ И каждый день приходил к нему священник и сказал: «Предай Господа, Ուրացիր քո հավատքը предай свою веру, եւ ազատություն կունենաս։ и будешь иметь свободу». Պատկասում եք այդ դժվարությունների մեջ, Вы представляете, в этих сложностях. բայց այս մարդու պատասխանը ինձ շատ է դուր Но գալիս։ мне очень нравился ответ этого человека. Այս մարդը ասում է. Этот человек отвечал: Ինչու այստեղից դուրս գամ։ «Зачем вы выходите отсюда?
Եթե Տերը ամեն օր ինձ այստեղ այցելում է, если Господь каждый день здесь меня посещает. որտեղ եթե Տիրոջ ներկայությունը կա, Потому что там, где есть присутствие Бога, ուրեմն ամեն բան կա, значит, все есть. ուրեմն ամեն բան։ Значит, все есть. Փնտրենք նրան սիրելիներ։ Давайте будем искать Его. Չբավարարվենք այն ամենով, ինչ որ ունենք։ Не будем удовлетворяться тем, что у нас есть. Եկեղեցին եթե չփափագես Տիրոջը ճանաչել, Если церковь не возжелает узнать Господа, եթե եկեղեցին չփափագեց նրան բացահայտել, если не будет жаждать Его открыть для себя, նոր հայտնություններ ստանալ նրա новые մասին, откровения получить, եկեղեցին կմահանա սիրելիներ։ умрет церковь. Բայց այս հայտնությունները ծնվում են, Но эти откровения рождаются, երբ որ մենք փնտրում ենք նրան, когда мы ищем Его, երբ որ մենք փափագում ենք նրան։ когда мы жаждем Его. Ես ուզում եմ քեզ խնդրել, И хочу тебя попросить, եթե կանցնես դժվարություններով, если ты будешь проходить через трудности, Տիրոջը ասա, скажи Господу, Տեր ինչ նոր հայտնություններ ես ինձ տալու այստեղ։ какие у тебя есть новые откровения дать мне, Այս Господь. դժվարությունների մեջ ինչ նոր հայտնություններ ես ինձ В փոխած։ этих сложностях, какие есть откровения тебе мне сказать. Ու դու կտեսնես Տերը կբացվի քեզ։ И ты увидишь, Господь откроется. Իշ մեկ Պետրոսը ընկավ Հիսուսի ոտքերի մոտ Помните, Петр упал к ногам Иисуса եւ ասեց. и сказал, Դու ես Քրիստոս Աստծո որդին։ ты есть Сын, Христос, Божий Сын. Եվ Տեր Հիսուսը ասեց. Մարմինն ու արյունը քեզ սա չբացեցին, И Господь Иисус сказал, что не тело и кровь тебе открыли это, այլ Աստծո հոգին։ но Божий Дух. Մենք կարիք ունենք նրան ճանաչելու։ У нас есть нужда Его знать. Մեկ անգամյա հանդիպումը բավարար չէ։ Недостаточно одна встреча. Ես нորից եմ ուզում հանդիպել։ Я еще раз хочу встретиться. Նորից եմ ուզում հպվել։ Снова хочу дотронуться. Գիտեք, գրված է, որ այն մարդիկ, ովքեր հպվեցին Հիսուսին, Написано, что те люди, которые дотронулись до Иисуса, բժշկվեցին։ они исцелились. Տեր Հիսուսը քայլում էր այս երկրի վրա։ Господь Иисус ходил по земле, Շատերին հպվում էր ու բժշկում, и многих Он касался, и они исцелялись. բայց կային մարդիկ, ովքեր իրենք պետք անհրաժեշտ էր, որ իրենք մոտենային ու հպվեն Հիսուսին։ Но некоторым нужно было, чтобы они дотронулись до Него. Եվ միշտ այդ 12 տարվա արյունահոսող կինն է իմ աչքի առջև գալիս այս զրույց И անելու։ всегда передо мной встает вот эта женщина, которая 12 лет кровоточила. Պատկասմեք այս կինը ինչ էր անում։ Вы представляете, что она делала? Այնքան մեծ էր այս ցանկությունը հանդիպել Հիսուսին։ Такое было большим желание встретиться с Иисусом. Այնքան մեծ էր այդ ցանկությունը հպվել Հիսուսին։ Большое желание дотронуться до Ինձ Иисуса. հոգնեցրել են իմ խնդիրները։ Мне надоели мои проблемы. Հոգնել են, որ փորձում եմ փոխվեմ ու չեմ կարողանում փոխվել։ Мне сложно, мне надоело то, что я хочу измениться, но не изменяюсь. Հոգնում եմ, որ իմ մեղքերի հետ պայքարում եմ, բայց այդպես էլ չեմ կարողանում հաղթահարել։ Мне сложно то, что я борюсь со своими грехами, но не могу победить. Եվ այս կինը գիտեք ինչ էր անում։ И знаете, что сделала эта женщина? Այն բոլոր ձայները, որ խանգարում էին իրան։ Все те голоса, которые мешали Այն ей, բոլոր խնդիրները, որ իրեն խանգարում էին։ все сложности, которые мешали. Կարծես թե մի ձեռքով էս մյուսին էր հրում։ Казалось, что она одной рукой это отодвигала, Մյուս ձեռքով այն մյուսին, а другое отодвигала. ճեղքելով ամբողը։ И прорывая вот эту толпу, Ասում էր միայն թե հպվեմ նրա զգեստի ծայրին, только дотронуться до его одежды. կբժշկվեմ։ И я исцелюсь, Միայն թե հպվեմ նրան։ только дотронуться. Տեր, մենք փափագում ենք հպվել քեզ։ Господь, мы жаждем дотронуться Тебя. Մենք ծարավ ենք քեզ։ Мы жаждем Тебя. Տուր մեզ հպվել քեզ, Տեր Հիսուս։ Помоги нам дотронуться до Тебя, Господь Иисус. Տուր մեզ ճանաչել քեզ ավելին, Տեր։ Помоги познать Тебя больше.